Արդյոք մարդ կարա Սփյուռքից գա եւ 0-ից աշխատի $1 միլիոն։ Հայաստանը հիմա հնարավորությունների երկիր է։ Մենք ունենք 30 աշխատակից, միջին աշխատավարձը $1 միլիոնից ավել է։ Իսկ Սարդարապետը դա մեր ուժային կենտրոնն է, որտեղ որ ունիկալ տպավորություն է ստեղծում։ Մենք ունենք անկախ պետականություն։ Երկար տարիներ 100-ամյակներ չենք ունեցել այդ պետականությունը։ Եվ հիմա մենք ունենք, պետքա ամեն մեկս մեր ոլորտում փորձի ինչ որ ձև նպաստի պետության կայացմանը։ Ծնողները, ով որ ունի հնարավորություն, կանի ամեն ինչ, որպեսզի երեխան չծառայի։ Իսկ ես մտածում եմ, ինչպես անեմ, որ իմ երեխայի ծառայությունը լինի օգտակար։ Ասում եմ, ես իմ երեխաներին չեմ պարտադրում, որ նրանք գիրք կարդան։ Ասում եմ, ես կարդում եմ, երեխան տենում է եւ ընդօրինակում է։ Յուրաքանչյուր հայ մարդու հաջողություն դա մեր ընդհանուր հաջողությունն է։ Ես ուզում եմ, որ այս հանդիպումները մեր լինի հաճախակի, օրինակ տարին մի անգամ, ուրեմն մայիսի 18-ին 2027-ին այդ 3 թեմայի մասին մենք խոսանք։ Ինչ է։ Ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի։ Շնորհակալություն։ Ընկերներ, ողջունում եմ ձեզ Մտքարան պոդքասթի եթերում։ Մենք շարունակում ենք հրավիրել այս տաղավար մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում, զբաղվում են հետաքրքիր գործունեությամբ, եւ այսօր ես ուզում եմ ձեզ ծանոթացնել Արարատ Մկրտչյանի հետ։ Մեր շատ լավ ընկեր։ Ողջույն Արարատ։ Ողջույն Արամ ջան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շատ լավ։ Շատ հաճելի է քո տաղավարում լինել, քանի որ կարծում եմ, որ դու ամենալավագույն մեդիա պրոդուկտներն ես պատրաստում մեր հայ դիտորդների համար։ Շնորհակալություն։ Մենք այսօր կխոսանք տարբեր ոլորտների մասին եւ քո ներգրավվածությունը այդ ոլորտներում եւ ամենակարևոր բանը ես կուզենայի շեշտը դնել, որ դու Սփյուռքից ես եւ արդյոք մարդ կարա Սփյուռքից գա եւ 0-ից ստեղծի ինչ-որ ընկերություն կամ ընկերություններ ոնց քո դեպքում եւ աշխատի $1 միլիոն։ Ոնց ես մտածում։ Կարծում եմ, որ կարող է գա Հայաստան, ստեղծի ավելել, որովհետև Հայաստանը հիմա հնարավորությունների երկիր է։ Շատ կարևոր է մարդ ունենա բարձր շեմ նպատակների, այդ դեպքում Հայաստանը տալիս է բոլոր հնարավորությունները։ Օրինակ ես սովորել եմ Revolut-ի հիմնադիրի հետ նույն համալսարանում, նույն դասարանում ու 2 տարի առաջ մեզանից էլ մեր հետ սովորել էր Գերկո ազգանունով մի հատ հանճարեղ մաթեմատիկ, որ հիմա Մեծ Բրիտանիայում օրինակ ամենամեծ հարկատուն է որպես ֆիզանց։ Պատկերացրա, երբ որ դու այդ մոդելները տեսնում ես, որ քո աչքի առաջ այն մարդիկ են, որ կարողացել են ստեղծել հսկայական կազմակերպություններ, միշտ հարց ես տալիս, կարող եմ ես անել նույն բանը, թե չէ։ Ու տեղափոխվելով Հայաստան, ես չտասեմ, միշտ փնտրել եմ, որ լսի մեր երկիրը ոչ մի բանով չի սահմանափակում։ Հարցը հենց նրանում է կայանում, որ այդ մարդիկ կարողացել են աշխատել մեծ գումարներ, ստեղծել նոր հնարավորություններ շատ զարգացած պետություններում։ Այսօր շատ մարդիկ ասում են, որ Հայաստանում դա անհնար է, բայց քո մոտ ստացվել է բավականին շատ գումար նաև աշխատել արդար քրտինքով, եւ ինչպիսին էր քո էմոցիաները, որ քո մոտ ստացվեց։ Քո մոտ ստացվեց իրագործել քո նպատակները եւ աշխատատեղեր առնվազն աշխատատեղեր ստեղծել եւ հավաքել քո շուրջ խելացի երիտասարդ մարդկանց։ Իրոք մենք ունենք 30 աշխատակից, միջին աշխատավարձը մեր հաշվարկով $1 միլիոնից ավել է, ու դա մենակ հաճույք կպատճառում, որովհետև օրինակ բարեգործություն ես չեմ սիրում, բայց երբ որ դու հարկ ես մուծում, կարծում ես, որ լսի, իրոք մենք ունենք լավ դրական փոփոխություն մեր երկրի մեջ, որովհետև այդ հարկերը գնում են սոցիալ ծախսերի համար, ճանապարհների նորոգման համար, ու ինչքան շատ բիզնեսներ բացվեն Հայաստան, պատկերացրա, այդ բարեգործների կարիք ընդհանրապես չի լինի, մենք կունենանք մենակ կարիք, որպեսզի այդ բիզնեսները ավելի հաջողակ լինեն։ Իսկ այդ վերադառնամ, լսի, Հայաստանը հիմա ֆինանսական ոլորտում ամենալավագույն երկիրն է։ Մեծ Բրիտանիայից էլ հետաքրքիր է։ Ինչու՞։ Որովհետև Մեծ Բրիտանիան ունի արդեն կայացած սեկտոր, հսկայական մրցակցություն, ու երբ որ ասում են կայացած սեկտոր, այդ նշանակում է, որ օրինակ արդեն կան գիգանտներ, որոնք որ շուկայում նենց են, որ շեմը մուտքի շեմը շատ բարձր է։ Իսկ Հայաստանում մուտքի շեմը շատ ցածր էր, երբ որ մենք սկսեցինք մեր բիզնեսը, ու ճիշտ ասեմ, ծնողների բնակարանն ենք վաճառել ու լրացուցիչ ինչ գումար որ ունենք, պայպայել ենք, որ լիցենզավորվենք կենտրոնական բանկում, սկսենք մեր բիզնեսը, ու հիմա արդեն մեծացել ենք, մի քանի $1 միլիոն փող ենք աշխատել, բայց երբ որ արդեն ունես այդ եկամուտը ստացել ես,
Հետ էլ չես մտածում թե ինչ է ստացել ու քեզ ավելի բարձր նպատակներ ես դնում, չենք էլ հասցրել, ճիշտ ասեմ, կինս էլ ասում է թե լսի, եթե մենք ունեցող ենք, ինչու մենք չենք ապրում տենց լավ, այլ սովորական ենք ապրում, հետո ծր ուրիշ կտիր է, որ նայ, դու որ եկել ես Հայաստան, դու մտածել ես, տեսել ես, որ ինչ որ բան զարգացած չի, եւ քո համար դա որպես մարտահրավեր ես ընդունել։ Շատ մարդիկ գալիս են տեսնում, որ ինչ որ ոլորտ զարգացած չի, ու սկսում են փնտրել ուրիշ հարթակներ, որտեղ իպետություններ համակարգեր, որտեղ կարող են իրանց տաղանդը գիտելիքը յուրացնել։ Քո դեպքում հետաքրքիր առաջի տարբերակներ եղել եւ դա իրականում շատ եւս մեկ անգամ ուզում ասել ողջունելի է։ Դու զբաղվում ես տարբեր գործունեությամբ, իսկ գիտեմ ֆինանսական ոլորտում, գինու պատմությունը առանձին հիմա կխոսենք քո պապիկի նաեւ կատարած աշխատանքով։ Ինձ թվում է ավելի լավ հիմա այդ թեմայով խոսանք, բայց որովհետեւ ինքը սկիզբն է, տրամաբանություն ունեցնենք sense մեր հարցազրույցի մեջ, որովհետեւ շատ թեմաներ կա, որը կուզենայինք շոշափել։ Նայ, քո պապիկը Բոստոնից էր, ճիշտ է։ այո, պապիկի պապան։ Պապիկի պապան։ Ահա, տես Բոստոնից մարդիկ եկե Հայաստան հասել դա սերունդներ անց։ Խնդրում եմ պատմի մի քիչ պապիկի մասին ու սենց հերթականությամբ գնանք, որովհետև քո գործունեության մասին իրական մարդիկ գիտեն, բայց ինչ պատմություն է քո մեջքի հետևում եւ այն ոնց է այս ամենը դասավորվել եւ ինչ մոտիվացիա ես դու ունեցել այս ամենը անես, շատ քիչ մարդ գիտի։ Իմ պապերը հիմք են դրել այն գաղափարը, որ դու պետք է ապրես քո երկրում ու ապրելով 29 տարի ուրիշ երկրներում, ես հասկացել եմ մի բան, ոչ մի երկիր չի փոխարինի հնարավորությունը, որ դու կարող ես գալ քո հայրենիքում ապրելով։ Օրինակ պատկերացրա, եթե դու ապրում ես քո հայրենիքում, դու ավելի ապահով ես քեզ զգում, քան ցանկացած ուրիշ երկրում։ Կապ չունի այդ երկիրը զարգացած չի։ Ուղղակի բոլոր երկրներում կան ազգային փոքրամասնություններ, ու ազգային փոքրամասնությունները միշտ գալիս է բա, երբ որ խտրականություն է լինում։ Ամենազարգացած երկրում նույնպես։ Դուք տեսել եք իմ Ամերիկայում այդ խնդիրը կա, դուրս են գալիս, ասում են հայերը ֆրոդ են, չգիտեմ, Ռուսաստանում ասում են Seven, Եվրոպայում վստահ եմ ուրիշ ձևի կարող ավելի նուրբ, բայց չասելով, բայց այդ խտրականությունը կա։ Միայն քո երկրում դու կարող ես գաս քեզ լիարժեք, որպես քո հայրենիքում քո տանը։ Ու մենք երազել ենք միշտ Հայաստան տեղափոխել։ Իմ պապիկը ապրել էր երկար տարիներ Բոստոնում, հարուստ մարդ էր դարը, բայց ինքն էլ ուներ նույն երազանքը։ Ու ետ էր վերադարձել Հայաստան, Հայաստանում հիմնել է փոքրիկ ֆերմաներ, հողերը գնե ու այդ հողերի վրա այգիները տեղադրե, բայց ցավոք սրտի այդ մոմենտը չի հասկացել, որ դասի փոխվում է։ Մեր հայրենիքը դառնում է, չգիտեմ, խորհրդային բոլշևիկյան Հայաստան։ Ու ցավոք սրտի այդ ժամանակը չզգալով ինքը դարել էր ոնց որ ոչ ընդունելի մարդ, դարել էր կուլակ ու ազգասեր, որ նոր ցանկացած երկիր կընդուներ որպես լավագույն մարդ, չէ, ազգասեր, բայց այդ ժամանակը շրջանում իրեն դիտարկում էին որպես վատ մարդ։ Ու իրան աքսորել էին, իսկ աքսորման process-ի մեջ անցել էր հետաքննություններ որպես դաշնակ ու հետո որպես հարուստ մարդ, կուլակ, այտենց հետաքննել էին, հետաքննության վաղ ինքը շիկացել էր, հետո օֆիցերին ապտակել էր ու իրեն գնդակարել էին անմիջապես։ Բայց ինչքան գիտեմ, դու մի անգամ պատմեցիր, որ տարիներ անց ռեաբիլիտացրել են եւ ընդունել են, որ դա մեղավոր չի։ Այն օրենքների խախտման մեջ, որ իրան մեղադրել են։ Այո, բնականաբար, այդ գիտես, բնականաբար այդ օրենքները շատ արագ փոխվել են։ Երկրորդն էլ արդեն իր ժառանգները, իմ պապիկը, երբ որ ուզեցել է ընդունի դպրոց, պետական սեկտորում աճի, բնականաբար, երբ որ քո ծնողը աքսորած է եղել, այդ ոնց որ safe կետ լինի քո ռեզյումեի մեջ։ Ու ինքը երկար տարիներ ռեաբիլիտացիայով զբաղվել ու զգացել է, որ շատ դժվար է այդ ռեաբիլիտացիայի process-ը, որպեսզի կարողանա նորմալ կյանքով ապրի, ինքը գնացել է որպես կամավոր երկրորդ համաշխարհայինում ծառայելու։ Ու 103 օր Լենինգրադի պարփակման վաղտ եղել է 103 օր հենց Լենինգրադում է ծառայել, որտեղ ստացել է շքանշաններ, բայց այդ եղել է ոչ թե նրանից, որ ինքը գաղափարախոսորեն ուզեցել է գնա կռվի, բայց հավատացել է, որ ուրիշ տարբերակ չունի։ Միակ տարբերակը, որ այդ համակարգի մեջ զարգանաս, դու պետքա մի ձևի ճանապարհ քեզ համար ստեղծես։ Շատ կարևոր է, որ մնաս այն տարածքում, որտեղ
պետք է ինչ որ X պահի վերահաստատվեր հայկական անկախ պետականությունը։ Շատ կարևոր է, որովհետեւ շատ մարդիկ լքեցին, շատ մարդիկ Ստալինի հրամանով վերադարձան Հայաստան, որպեսզի մեր այս տարածքում հայրը շատանան եւ գիտենք ինչ ճակատագիր էր նրանց սպասվում ցավոք սրտի եւ դա ընկերներ անկախության բացակայության ոնց ասեմ արտահայտումն է։ Դրա համար մենք պետք է մեր անկախությունը գնահատենք ու ամեն ինչ անենք, որ անկախությունը ամրապնդվի, որ սենց օրի էլ չընկնենք։ Հիմա նայ Արարատ ջան, ստացվում է պապիկիդ հայրը ունեցել է տարածքներ, եթե չեմ սխալվում, Սարդարապատի կողմերը հուշահամալիրի եւ այդ ամեն ինչը կորսվել էր։ Ճիշտ է։ Այո, երբ որ աքսորում են ցանկացած 100 տարի առաջ, երբ որ աքսորել են այդ տեսակի մարդկանց, այսինքն կուլակներին, ինչ որ ունեցել են կոնֆիսկացվել է։ Ու այդ հողամասին մենք իմացել ենք միայն ապագայում, երբ որ արդեն գնացել էինք հնարավորություն էինք ունեցել ընդրծել իր գործը։ Այդ գործի մեջ նշված էր այդ հողամասը, մենք գնացինք, հույս չունեինք, որ այդ հողամասը կգտնենք, գտանք, ու բացի դրանից որ գտանք, դեռ կար այգիներ, խաղողի այգիներ։ Տենց գտակ սեփական հտերերին, պատմեցինք մեր պատմությունը ու բնականաբար ոչ մի process չկա, ռեստիտուցիա է կոչվում, ռեստիտուցիայի process չկա, խնդրեցինք վաճառել։ Իրենք համաձայնվեցին, մենք շատ մեծ գումարներ չունեինք, այդ ինչքան որ ուներ հայրիկը կոդակած գումար օգտագործեց, որպեսզի այդ հողամասը հետ վերագնի։ Իսկ Սարդարապատը դա մեր ուժային կենտրոնն է, մի տեղ է, որտեղ որ ունիկալ տպավորություն է ստեղծում։ Այգին գնացինք ու պատկերացրու ոչ մի բան չգիտես, դու գտնվում ես Արարատյան դաշտավայրի սրտում, ոչ մի բան կողքի բոլորում չկա, միայն այդ այգին է, մի հատ ծառ եւ մի հատ մեծ քար։ Այդ էր որ ունեինք ու իմ հայրիկը սենց տարից տարի սկսեց այդ հողերը, այդ այգիները վերամշակել, սենց մի հատ նենց սեր ձևավորեց բոլորիս մոտ, որ մենք զգացինք, որ լսի ձևավորվել է սյուն, որին կարանք հենվենք ու այդ սյունը շատ հետաքրքիր էր։ Դա ստեղծված էր բնության շուրջ, դա ստեղծված էր պատմական կետի շուրջ ու մեր անձնական պատմության։ Ես նոր էի սկսել իմ կարիերան ու առաջի բոնուսը մենք օգտագործեցինք, որպեսզի տանային գումար ունենայինք, որ վերամշակեինք մեր խաղողը։ Երկրորդ, երրորդ, չորրորդ բոնուսները, որ արդեն լավ աշխատում էի, օգտագործեցինք, որ գործարան կառուցեինք կողքը։ Իսկ գործանի մասին կասենք, ստացվում է տես դու ստացել ես փայլուն կրթություն Լոնդոնում էլ ես աշխատել, սովորել ես, չէ՞ Լոնդոնում նաև։ Չէ, ես սովորել եմ Մոսկվայում, ես սովորել։ բայց մեր համալսարանը միջազգային էր։ Շատ լավ, տես դու սենց ամեն ինչ անցել ես, կարիերա ես ստեղծել, գիտելիք փորձ եւ վերադարձել ես հայրենիք ու պատմական ոնց որ ձեր ընտանիքի կոնտեքստում արդարությունը վերականգնել ես, հողերը գնել ես եւ սկսել ես զբաղվել գինեգործությամբ, այն ամենով, ինչով զբաղվել է քո պապիկը։ Այստեղից արի շարունակենք, սենց ոնց որ ուզում եմ բաներ, ինչ որ կետես թողեմ էպիզոդներով։ Ու առաջի փորձը տեղափոխվել մշտական Հայաստան եղել է 16 թվականին։ Մինչ այդ գնում գալիս էի, որտեվ գինին այդքան եկամտաբեր չի։ Ու պատկերացրա 16 թվականին որոշում եմ, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան։ 8 ամիս անընդհատ փորձելով գինի ավելի շատ վաճառել, ներկայացնել Երևանի բոլոր բարերում գնում էի, սենց արկղները վերցրած ներկայացնում էի։ Ու պատկերացրա դա բավական չէր, որպեսզի կարողանայի ընտանիքս պահել։ Ես 3 հատ երեխա ունեմ, ծնողներ, բնականաբար ու ծախսերը մեր բավական մեծ էին, ու եթե կյանքի մակարդակը որ դու ուզում ես պահես, պետք է նայես միշտ քո եկամուտ ծախսը։ Ու այդ հանդիպեցի առաջի խնդիրը, որ ցանկացած Հայաստան տեղափոխող մարդը կարա տեսնի ինչով զբաղվես, որ դու կարողանաս քո կյանքը տնտեսես այն մակարդակին, որ դու ուզում ես։ 16 թվականին չստացվեց ցավոք սրտի։ Հետ վերադարձա, աշխատանք էի ստացել ակրած Լոնդոնում, տեղափոխվեցի, տեղ աշխատում էի, բայց լսի, զգում էի, որ անպայման ուզում եմ Հայաստան տեղափոխվեմ։ Ու երբ որ Արցախյան կռիվը եղավ, արդեն 19 թվականին դուրս էի եկել աշխատանքից։ Առաջինը որ ուզեցա, մենք ինդեքսային կազմակերպություն էինք ստեղծել։ Ինդեքսային մի հատ պատմեմ էլի, ինչը նշանակում է ինդեքսային կազմակերպություն։ Պատկերացրեք, աշխարհում կա կառավարիչներ, ով որ կառավարում է ֆոնդերի պորտֆելներով։ Օրինակ, չգիտեմ, կա BlackRock, կա, չգիտեմ, Pictet, տարբեր UBS մեծ կառավարող ֆոնդեր կան, որոնք որ կառավարում են աշխարհի կապիտալները։ Ու հիմա նոր տենդենս կա, երբ որ անալիզ են արել ու հասկացել են, որ այդ ամեն ինչը կարելի է փոխարինել ալգորիթմով։
ու մարդը, ով որ որոշում է կայացնում ինչ բարդատոմս գնի, ինքը գլոբալ հատուկ առավել չէ կան ուղղակի ալգորիթմը։ Ու այդ ալգորիթմները հայտնի են։ Իմ կամպանիան սկսեց այդ ալգորիթմները գրել։ Կազմակերպությունը հիմնեցինք 2019 թվականին Հայաստանում ու գնացի մեր պրոդուկցիան, այսինքն մեր որոշումները ներկայացրի բրիտանական բանկերին։ Դասի ամեն ինչ դուր եկավ, բացի իրենց Հայաստանից։ Ասեցին Հայաստանում ոչ մի օրենսդրություն չկա, որպես ռեգիոն ճանաչելի չի, մենք չենք կարող հայկական կազմակերպության հետ աշխատենք։ Ու պատկերացրել ինչքան մենք պատրաստ չէինք որպես անկախ երկիր, որպես ֆինանսական սեկտոր, որ բայց ակամ սա շատ բացասական բան է իրական, որ այդքան տարիների ընթացքում մի քանի մենք 30 տարի անկախություն ունենք ու մենք չենք կարողանում, սա չասեմ պրիմիտիվ կետ է, որը կարող ենք անցնեինք, բայց տխուր է։ Ու իրենք ինքները ասեցին, որ գնացեք գոնե Ռուսաստանում բացեք ձեր կազմակերպությունը, որ մենք կարողանանք աշխատենք, որտեղ Ռուսաստանի օրենսդրությունը 19 թվականին անհամեմատ ավելի առավել էր ու ինտեգրացված էր եվրոպական, ամերիկյան օրենսդրությունների կամպանիաների հետ, ու բնականաբար այդ նույն եվրոպական, ամերիկյան բանկերը ներկայացված էին Ռուսաստանում։ Եթե ուզում էիր հետները աշխատեիր, կարող էիր Ռուսաստանից աշխատեիր։ Պատկերացրեք, ստիպված 19 թվականին հայկական կազմակերպությունը sense կոնսերվացնում ենք, տեղափոխում ենք Մոսկվա։ Ու այդ այնքան ցավ էր, ու արցախյան կռիվն է լինում, որտեղ ես զգում եմ, որ լսի իմ համար շատ դժվար պերիոդ է, այսինքն իմ կարծիքով իմ համար դա նշան էր, որ պետք է Հայաստան տեղափոխվենք։ Մենք չէինք կարող շարունակել ապրել այն երկրում։ Իմ համար այդ որոշումը արդեն կայացավ, մնում էր ժամանակ, որ մենք տեղափոխվեինք։ Այդ ժամանակը եկավ։ Ու այդ ժամանակը հետաքրքիր ձևի եկավ, որ այն կազմակերպությունը, ով որ դեմ էին, որ մենք Հայաստանից աշխատեինք, ինքները մի օրվա մեջ ասացին տեղափոխվեք Հայաստան հիմա։ Ու մենք տեղափոխվեցինք։ Ու պահը դու նաև չկորցրեցիր այդ առումով։ Այո, տեղափոխվեցինք, այքին դժվար վիճակ էր, որովհետև պատկերացրա այդ տեղափոխվելը թիմի մի մասը կորցնում ես, բիզնեսն ես կորցնում, բիզնեսի եկամուտների մի աղբյուրներն ես կորցնում։ Բայց ոնց որ նորակառույց բիզնեսներ էին։ Ու այդ պահին տեսնում ես, որ Հայաստանում 0-ից, եթե մինչև այդ բոլոր Excel-ի մեջ, չգիտեմ ինչ էին անում, նոր սեկտոր է ձևավորվում։ Ու հիմա այդ ֆինանսական սեկտորը շարունակում է հարստանալ հետաքրքիր մարդկանցով, հետաքրքիր ուղեղներով, որոշումներով, լուծումներով։ Հիմա այդ ստացվեց, որ վերջապես գինին ու ֆինանսները իրար հետ կարողացան միանալ, այսինքն ես արդեն տանիքով տեղափոխվեցի, մենք ունենք հոյակապ ռեգուլյատոր, մեզ նայեցին, հասկացան, որ մենք տեխնոլոգիական լուծումներ գտնող մարդիկ ենք ու թույլ տվեցին, որ մենք Հայաստանում կայանանք։ Դա էլ կարևոր է։ Օրինակ, եթե ես գնայի, չգիտեմ, Մեծ Բրիտանիա, այդ ձևի այն չէին ընդունել երբեք, որովհետև Հայաստանում էր ոնց որ դու զգում էիր, որ լսի քո ռեգուլյատորը նայում է քեզ ու ասում է, լսի քո ռեգիոնին պետք է այդ տեսակի մարդ թե չէ։ Մեծ բրիտանացիք բնաբար ուրիշ ձևի կնային, անգլիացիք, ֆրանսիացիք ուրիշ ձևի կնային, բայց Հայաստանում ոնց որ մենք զգացինք, որ մենք պետք ենք։ Մեր Հայաստանն էր մեր մեջ կարիք էլ տեսնում էր, ոչ թե մենակ Հայաստանի մեջ։ Այստեղ դու կարևոր կետ ես իրականում հիմա ասում, այստեղ մենք պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ նույն Լոնդոնում կամ չգիտեմ Նյու Յորքում, որտեղ դու այդ նույն բանով զբաղվեիր, կարող գումարը գուցե ավելի շատ լիներ, բայց դու հոգեպես եւ այդ հայրենասիրության այդ ջիղը մեջը չէր լինի, դու այդքան ստրտացավ չէր լինի եւ դու մենակ թվերով ոնց որ կղեկավարվեիր իմ կարծիքով, բայց որտեղ կա այդ հայրենասիրությունը եւ դու հավելյալ ջանք ես պատրաստ ներդնել նրա համար, որովհետեւ դու արդեն ոչ թե միայն քո համար ես ու քո բիզնեսի համար ես պատասխանատու, այլ նաեւ քո երկրի ինչ որ առումով, քո երկրի տնտեսության զարգացման եւ ճանապարհ ես բացում բոլոր մյուս կազմակերպությունների համար, որոնք այդ ոլորտում նաեւ ինչ որ մարդկանց համար գուցե որպես կոնկուրենտ, հա, դիտարկվեին։ Իրականում մեր ֆինանսական կառույցները sense մրցակցում են ավելի շատ հորիզոնտալ, բայց ոչ ասայի վերտիկալ, այսինքն եկեք ուրիշ ձևի ասեմ։ Մեր ֆինանսական կառույցները մրցակցությունը շատ տարօրինակ ձևի է կազմակերպված, օրինակ բանկերը ներդրումայինները չեն մրցակցում։ Շատ հետևակի տեղեր ունեն։ Օրինակ մենք ունենք իրոք պարտներ բանկեր, այն թվում Ամերյանը, ում հետ որ մենք շատ համագործակցում ենք տարբեր product-ներով,
ուրիշ եւս շարք մի բանկեր կա, ու այդ հարաբերությունները շատ օրգանիկ են ու sense փոխհարաբերակցական են։ Իսկ ներդրումայինները իր մեջ շատ մեծ մրցակցություն ունեն, նույնպես բանկերը իր մեջ, երբ որ իրար են դիտարկում, նույնպես իրար մեջ մրցակցում են։ Բայց ներդրումային բանկի հանդեպ ու բանկը ներդրումայինի ու բանկի հանդեպ վերաբերմունքը միշտ բան է, ավելի քիչ մրցակցային է։ Հետ վերադառնամ պատրիոտիզմի, ամեն մեկս մեր ոլորտի մեջ դառնում ենք Հայաստանի դեսպան, որովհետև ֆինանսական սեկտորը նույնպես IT սեկտորի պես ինքը մաքուր էքսպորտային product է։ Լոկալ հայկական ֆինանսական սեկտորը ցույց է տվել, որ 30 տարի իր եկամտաբերությունը ավելի ցածր է, քան ավանդի եկամտաբերությունը։ Այդ շատ վատ ցուցանիշ է, այդ նշանակում է մենք կանեիր մեր պետությունը իզոլացված, որ ու իրար մեջ այնքան են մրցակցել իրար ասենց բանանելով, որ եկամտաբերությունը բանկերի ավելի ցածր եղել, քան դու ավանդ դնեիր նույն բանկում։ Այսինքն բանկի տեր լինելը ավելի վատ է եղել, քան բանկի ավանդից օգտվողը։ Ու պատկերացրու հիմա Հայաստանը ունի երկրորդ product-ը, բացի IT-ից, էքսպորտային դա ֆինանսներն է։ Ու մեր հաճախորդները դա Ռուսաստանը չի, մեր հաճախորդները դա հենց եվրոպական կառույցներն են, դա մոտակա մերձավոր արևելքն է, դա ասիական երկրներն են։ Հայաստանը լրիվ հետ վերադառնում է իր օրգանիկ բանի մեջ, իսկ ասեի մեր հայերի ուժեղ դիրքը միշտ եղել է, որ մենք կարողացել ենք շփվել բոլորի հետ, մուսուլմանների հետ, քրիստոնյաների հետ, չգիտեմ, հրեաների, բոլորի հետ ու բոլորի հետ այդ կապերը մենք կամած ոնց որ զգում ենք, որ վերականգնվում է։ Հայաստանը դառնում է հետաքրքիր բոլորին։ Ոնց ես դու տեսնում Հայաստանի ապագան այս կոնտեքստում 5, 10, 20 տարուց։ Կարծում եմ, որ ֆինանսական սեկտորը 5-10 տարվա մեջ կաճի եւս մի 10 անգամ։ Այսինքն ով որ հիմա սեկտորը մտնում, ինքը կտեսնի ինչ հսկայական աճ է լինելու բիզնեսի, կարիերայի, եթե կան երիտասարդ երեխաներ, շրջանավարտներ, անպայման խորհուրդ կտայի, որ ուշադիր լինեն այդ սեկտորի մեջ, ինչ է կատարվում։ Ու զուգահեռ բնականաբար մեր սեկտորի մեջ էլ է ռևոլյուցիա, շատ վտանգավոր բառ է։ Ես ավելի շատ էվոլյուցիայի կողմնակից տեխնոլոգիական, որտեվ հին ունակությունները արդեն կարելի ասել ավտոմատիզացվել է, ինչ է արհեստական արհեստական բանականության շնորհիվ, բայց կան ունակություններ, որ հակառակը շատ կարևոր է ձևավորել, որպեսզի նույն արհեստական բանականությունից ճիշտ ձևի օգտվել ու այդ օգտագործել, որպեսզի ավելի էֆեկտիվ լինել։ Հիմա այդ process-ը մեր մոտ գնում է, բայց ընդհանուր սեկտորը աճելու է իմ կարծիքով։ Նույնպես կամ ավելի արագ, քան ՏՏ ոլորտը։ Արի վերադառնանք ընտանիք, ինձ հետաքրքիր է ոնց է քո ընտանիքը արձագանքի է այս բոլոր փոփոխություններին, որը ձեր կյանքում տեղի էր ունենում, հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիք եք, նաև մամա, պապա եւ այդ ամեն ինչը ոնց էր ընկալում քո ընտանիքը, օգնում էր արդյոք քեզ, թե խանգարում էր, որը եւս ինձ թվում է նորմալ է, որովհետեւ ընտանիքը սիրում է, որ ամեն ինչ լինի ստաբիլ, հանգիստ եւ փոփոխությունները շատ դժվար են տանում։ Անջան դուրս շատ է գալիս, եւ որ ասում ես ընտանիքը սիրում են, դու նկատուներ կինը սիրում ես։ Բանու ոչ միայն կինը, նաեւ նկատի ունեմ երեխաները ամեն անգամ դպրոց փոխել, չգիտեմ, դե ամեն անգամ ընտանիքը սիրում է, որ ստաբիլ ինչ որ մի տեղ գտնվեն։ Հիմա շատ դեպքերում նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որ խոսում եմ, իրանք չեն կարողանում տեղափոխվել Հայաստան, որովհետեւ օրինակ գործը, հետո այդ ընտանիքը, դպրոց փոխել, մշակույթ, արդեն դու սովորում ես ու կամաց արմատները թողում ես այդ տարածքում եւ պատկերացրու դու համ Լոնդոնում ես, եթե աշխատել ես արդեն ընտանիք ես ունեցել, այդ ժամանակ Ռուսաստանում ես ընտանիք ունեցել, հետո Հայաստանից տեղափոխվել, այդ ամենը շատ դժվար է։ Ընտանիքը քեզ օգնել է այդ հարցով ու ինչ դժվարություններ ես դու այդ ընթացքում տեսել, գուցե էլի մարդիկ լինեն, որոնք ուզենան տեղափոխվեն Հայաստան, իրանք այդ ամեն ինչը հաշվի առնեն։ Երեխաների համար միանշանակ շատ կարևոր է փոխել դպրոցներ, փոխել միջավայր, որովհետև երեխան այս տարիում պետք է լինի ամենահեշտ ադապտվացվող մարդը։ Ու մեր դարը այնքան արագ է փոփոխվում, որ այդ միայն կարող օգնի։ Ու այդ անցել է այդ փոփոխությունը, երբ որ փոխվում է քո լեզվային մթնոլորտը, ընկերների մթնոլորտը, ու այդ կոփում է ու երեխաների պահով այդ շատ լավ էր, որովհետև երեխաները ոնց որ արկածներ լինեին լեզուի հարցով մենք տարանք երեխաները սովորում հայկական դպրոցում ու պատկերացրու իրենք չէին սովորել դրանից առաջ հայկական մթնոլորտում
ու մի օր տանում ես որ նստում է դասարանում ու սովորում է երրորդ դասարանի մայրենի գրքով ու ինչ ստրես է, չէ՞։ Այդ կարծում եմ որ այդ ամենալավագույն նվերն է, որ ես կարող էի կյանքի մեջ անեի ու եթե ստացվի չէի մտածում իմ դեպքում, բայց հետո հա կյանքը փորձ տալի որ դու իմունիտետ ես ձեռք բերում։ Այո, Մարդկանց այդ շփման առնվազն մակարդակով։ այդ ոնց որ պատվաստ ես, փոփոխությունների դեմ պատվաստում ես։ Այստեղ հոգեբանական է ինքը։ Ամենադժվար հարցը երևի բոլոր ընտանիքներում, եթե կինը միշտ ստաբիլություն բերող մարդն է ընտանիքի մեջ։ Մեր ընտանիքում այնպես է, որ իմ կինը միշտ կողմնագիծ է ու հենակետ է նույնպես։ Ու այն մարդներ, որ հասկացա, որ եթե մենք այդ առաջի փոփոխությունն է, որ կորպորատիվ կարիերայից հելա ձեռներեցի կարիերա փոխեցի, այդ առաջի մեծ ռիսկն էր 3 երեխայով, պատկերացրեք, ընտիր աշխատավարձով, միայն կորպորատիվ ծախսերի համար ես ունեի $10,000 կարտիչկա կարայի գնայի ամենալավագույն ռեստորանները, լավագույն կլիենտների հետ, ցենց ընտիր տեղերով, լրիվ ուրիշ լայֆստայլ էր։ Ու պատկերացրեք կնոջ հետ գաց ասես գիտես ուզում եմ դուրս գամ աշխատանքից որովհետև կարծում եմ որ պետքա նոր կազմակերպություն ստեղծեմ կարող է չստացվի ու այդ մարդը ինձ այդ պահին ինքնս կողմներ ու այդ ռիսկը ինքը պատրաստ էր որ վերցնում ենք եւ երկրորդը երբ որ մենք պետքա տեղափոխենք Հայաստան պատկերացրեք մենք գնել էինք ընտիր տուն շատ լավագույն պայմաններում չէ դրսում ու արդեն երեխաները վերջապես ոնց որ ստացել էին այն տունը որտեղ որ ամեն մեկը իր անգյունը ուներ շատ լավ բանով պայմաններով ու մենք հասկանում ենք որ այդ երազանքը որ ստացել ենք այդ մերը չէր այդ պետքա մենք հիմա հելնենք ու գնանք ապրենք հիշում ես այն Երևանի պահերը երբ որ բնակարանները սենց գներով բարձր գներով բայց հիմա մենք տեղափոխվանք ու անգամ չէինք էլ մտածում որ ասի ընտիր տունը փոխարինել ենք վարձով տան հետ ու երկար տարիներ մենք վարձով ենք ապրում բայց զրոյից բիզնես ենք ստեղծում Հայաստանում ու չէ կարծում որ այդ կոմֆորտը մեզ խանգարում է շատ էլի որտեղ sense ընտանիքով մենք մտածում ենք որ լսի մենք ստեղծում ենք այն ինչ որ պետքա բազա լինի ու կարծում եմ որ Հայաստանը պետքա ունենա այդ նոր տեսակի մարդիկ ով որ անխտիր պատրաստ են ստեղծել գործածել ամեն մի նոր բիզնեսները տարբեր ուղղություններով նույն թվում մեդիայի մեջ ես այնքան ուրախ կլինեի որ բոլոր կոռպորատները դառնային հսկայական կորպորացիաներ, որովհետև ամեն մի կորպորացիայի հետևը կապված է մի հատ sense վառ միտք ունեցող մարդ է, որ ու հավատք ունեցող, որ պատրաստ է ամեն օր քայլ առ քայլ գնա իր նպատակներին ու երազանքին։ Այդ ամեն ինչ մեջ ռիսկը ամենակարևոր բաղադրիչն է, որովհետև ես հիշում եմ, որ Ռուսաստանից տեղափոխվեցի Հայաստան, էլի նույն ձև, նույն դժվարություններ, ու դու ունես ինչ-որ մտքեր, որոնք ուզում ես իրագործես, ու դու այնքան adekvat պետք է իրականությունը ընկալես, որ ճիշտ ստրատեգիա մշակես, որ հասնես ինչ-որ արդյունքի։ Շատ դեպքերում մարդիկ իրանց այդ էլ անփորձ լինելուց է գուցե իրանց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանն, բայց իրանք sense շարունակում են այդ ուղղությամբ գնալ եւ ցավոք սրտի բախվում են շատ ու շատ խնդիրների եւ իրականության հետ առնչվել չեն ուզում։ Եվ հետո էլի ով է տուժում, ճիշտ է, պետությունն է տուժում, ժողովուրդն են տուժում, սկսում են ասել, որ այս տարածքը չի թույլ տալիս, իրական տատիկս լավ խոսք ունի, ես շատ տարածած խոսք, ասում եմ տաշած քարը գետ ինչ իմն է։ Եթե դու ունես գիտելիք, եթե դու adekvat մարդ ես, կապ չունի, հիմա քեզ վերցնենք Աֆրիկա տանենք, դու հաստատ Աֆրիկայում կհասկանաս այս իրավիճակում ոնց քարից ջուր ստանաս, հա կոպիտ ասած։ Եվ այդ առումով ինչու՞ չէ, պետք է այդ ամեն ինչը արվի հայրենիքում, ոնց մեր խոսքի սկզբում մենք շոշափեցինք, որ մենք ունենք անկախ պետականություն։ Երկար տարիներ 100-ամյակներ չենք ունեցել այդ պետականությունը։ Եվ հիմա մենք ունենք, պետք է ամեն մեկս մեր ոլորտում փորձի ինչ-որ ձև նպաստի այդ տարածքի մեր պետության կայացմանը։ Եվ այդտեղից արդեն ճյուղավորվում անվտանգությունը, չգիտեմ, բարեկեցությունը, կոմֆորտը ինչու՞ չէ։ Ինչ օրինակ ես երեք չառաջորդ եմ Եվրոպայից վերադարձել, ճանապարհների որակը նայում եմ, սենց ուղարկում եմ մեր տարբեր պաշտոնյաների, ասեմ նայեք, ախր սենց կարանք անենք, ինչ ասում են համեզել է դուր գալի, բայց ու սկսում են խնդիրներ ասել, որոնց միտեղ գումարը չի հերիքում, միտեղ ինչ որ մարդկանց ընկալումը չի համապատասխանում, որտեղ օրինակ այդ գեղեցիկ բանը կա ռեզիդենս քաղաքում եւ վնաս են, հա, մակարդակը մարդկանց ընկալման քաղաքի չի համապատասխանում եւ այդ ամեն ինչը ոնց ի սկզբանե ես ասացի բանն է как непаханное поле խնդիրը որ դու պետք է գաս ստանձնես լուծես բայց նայ օրինակ ամենակարևորը մենք Հայաստանը կորցրել է բնակչությունը
ու ամենամեծ խնդիրը, որ այդ բնակչությունը կորել է, եղել է ապահովությունը։ Մինչև հիմա վերլուծությունները ասում են, որ կա 4 հարց, որը ամենակարևորն է ամեն մի Հայաստանի բնակիչի համար։ Առաջինը անվտանգությունը։ Դուրս է գալիս, որ անվտանգության պատճառով ծնողներից մեկը միշտ հրաժարվել է հայկական քաղաքացիությունից, որովհետեւ երեխան չունենա տղա երեխաները չունեն հայկական քաղաքացիություն, երբ որ եկել է արդեն ծառայելու պահը, եթե ունեցել է փախցրել են, հանել են դուրս, ու դուրս եկավ այն մարդը, որ կարող էր ամենաակտիվ պահը, ամենաակտիվ կյանքը հասակը օգտագործի, որ հարկերմուծի, ստեղծի ավելացված արժեք ու զարգացնի երկիրը, ոնց որ դու դառնում ես դոնոր, ու Հայաստանը եղել է տարիներով անդադ դոնոր։ Իմ կարծիքով այդ է ամենամեծ խնդիրը զարգացման, մենք պետք է հնարավորություն ունենանք հետ բերենք բնակչություն Հայաստանը, կամ չէ չկորցնենք գոնե, մինչև համոզենք, որ Սփյուռքից երիտասարդները ծերերին իհարկե շատ սիրում ենք, հարգում ենք, բայց իմ կարծիքով իրոք ցանկացած երկրի ապագան դա երիտասարդությունն է։ Դրա համար ես երազում եմ տեղափոխվել երիտասարդ վաղ։ Երբ որ ես ոչ թե հարուստ մարդ եմ, որ այո, ոչ թե գազ տեղ ուղակի վայելես քո ծերությունը, այլ փորձես կայանաս այդ վաղ Հայաստանում։ Ու այն հետաքրիր, որ հիմա այս պատմական շրջանում իրականում դա շատ մեծ բան չունի, կապ չունի մեր ով է Հայաստանի նախագահը կամ վարչապետը կամ մինիստրները։ Սա ուղղակի մի հատ հետաքրքիր պատմական բիրուտ է, որ Հայաստանը նաև տալիս է պրոֆեսիոնալ աճի հնարավորություն։ Այո։ Նենց որ կապ չունի, անգամ գինու մեջ գիտես, չէ՞, հետաքրքիր ուղղություններ կա։ Առանց ալկոգոլի գինի կամ շատ ցածր ալկոգոլով գինին, հիմա շատ ուժեղ աճում է այդ շուկան։ Ֆինանսների մեջ Հայաստանը դարել է հաբ հարուստներից կամ ռիթեյլից բոլորը դրսում ուզում են Հայաստանում հաշիվներ ունենան կամ մի բան։ Դա ախր այդ մարդկանցից է գալի, որոնք եկել են վերադարձել են կամ ստեղ տեղում կարողացել են այդ համակարգերը ձևավորել եւ զարգացնել։ Դա օթից չի ընկնում։ Ու մարդիկ պետքա զգան այդ կապը իրենց այս ամեն ինչի հետ ու փորձեն ինչ-որ ձև ներդնել։ Մի հատ վերջի բանն էլ ասեմ, էս տեսանկյունից տես հիմա տարբեր երկրներում էլի որ ճանապարհորդում եմ, տեսնում հայրին երիտասարդ, մինչև 30 տարեկան, որոնք իրենք խելացի տարբեր, չգիտեմ, IT ընկերություններում բանում, որոնք չեն կարող վերադառնալ Հայաստան բանակի խնդրի պատճառով։ Եվ իրանց պոտենցիալը ծառայեցնում ուրիշ պետության զարգացման համար։ Եվ քանի որ իրանք կայանում են այդ պետություններում, ամենայն հավանականությամբ իրանքից մնալու են այդ պետություններով զարգանալ, որտեղ արդեն իրանք այնտեղ այդ իրենց շուրջ այդ ենթակառուցվածքները ստեղծում են։ Դա էլ է որոշակի ոչ էֆեկտիվ իրավիճակ, որը պետքա լուծվի նաև բանակի ֆակտորը առնելով, էլի, եւ այդ է շատ տխուր է։ Ու վերջի 15 ամսվա, ինչքան գիտեմ, չի եղել սահմանի վրա ոչ մի մահ, որ նոր 30 տարվա մեջ երևի լավագույն նշանն է, որ ոնց որ Արարատից ջուրը իջել է, արդեն կարելի է կանգնել։ Այտենց մետաֆորիկ եմ խոսում, բայց իմ համար անհասկանալի է թե ինչ իմաստ ունի ապրել Սիբիրներում, իհարկե կարող է փող կա, բայց անգամ ուղղակի կլիման է վերցնես, անգամ հաճույք ապրելու։ Քո տեսակի մեջ ապրես, քո տեսակի մեջ զարգանաս, ավելի հեռատեսական է, քան եթե մենք մնանք այտենց տարբեր երկրներում սփռված, եթե դու չես կարող ներկայացնել մի հատ ունիկալ հնարավորություն քո զարգացման համար, որ աշխարհում դառնաս մի սեկտորում լիդեր։ Բայց եթե դու այդ աշխարհի փոքր սեկտորի կամ մեծ սեկտորի մեջ լիդեր չես դառնալու, Հայաստանը քեզ անհամեմատ ավելի լավ հնարավորություն կտա։ Անկամ գիտես, չէ՞, հիմա Հայաստանի կապը նույն Չինաստանի հետ, Եվրոպայի հետ ավելի լավ է, քան շատ տարբեր երկրներում, որտեղ որ հայերը մեծ սփյուռք ունեն։ Այո, բայց այստեղ շատ խնդիրներ կա։ Արդյոք Հայաստանը պատրաստ կլինի այս ապագա չքաղաքականացնելով մեր զրույցը, ապագա այս ռազմավարությունը տնտեսական, որ կատարած է շրջանում, արդյոք Հայաստանը կկարողանա դիմակայի այս ամեն ինչին։ Օրինակ շատ մարդիկ ասում են, որ մենք կարող ենք Վրաստանի օրը պատկերացրու, դու ասում ես Վրաստանը որպես ոչ լավագույն օրինակը, բայց վրաց ազգը 4 միլիոնանոց ազգ է, հայ ազգը 10 միլիոնանոց ազգ է։ Հայաստանում ապրում է օրինակ, որ 10 ասի, ոչ մեկը չի չափել իրականում, քանի մարդ աշխարհում իրեն դիտարկում է որպես հայ, համենայնիվս Հայաստանում 3 միլիոն է ապրում։ Վրացիները չունեն այդ ռեսուրսը, ինչ որ մենք ունենք։ Ու եթե Հայաստանում շատանա սպառողը,
այսինքն եթե 3 միլիոն է, ու մենք կարողանանք տեղափոխվելով, ձևավորելով նոր քաղաքներ, բնականաբար մեր քաղաքական որակն էլ կտեղափոխվի, որովհետև եթե դու տեղափոխվում ես Հայաստան, դու կարող ես քվեարկես, դու կարող ես լինես ակտիվ, ու մենք տեսել ենք անգամ ռուսները, որ տեղափոխվել են, սկսել են ձևափոխել մեր հանրությունը։ Ու պատկերացրու, եթե հայերը տեղափոխվեն կամաց-կամաց, այդ ավելի հետաքրքիր կլինի իմ կարծիքով բոլորիս համար։ Իսկ ինչ մնում է ապագայի համար, ես օրինակ իմ փորձով ասեմ, մեր երկրում կարելի է լինել հարուստ ու լավ զգալ, որ դու փող ես աշխատում, դրանից լավագույն հաճույք չկա, որ դու քո երկրում ես փող աշխատում, քո երկրում ծախսում ես, ու քեզ համար լավ ես զգում։ Ու բնականաբար արդեն այն սևամորտների պես կարաս արդեն քո սևամորտներին բան անես, փնովես։ Բայց եթե չես արել, հերվից փնովելը միշտ ավելի հեշտ է, բարոյական իրավունք չունես։ Նենց որ ավելի լավ է տեղում լինես, մի բանի հասնես, հետո ասես դե լսի, ես սխալա կամ են ճիշտ է։ Անկամ ես ինձ շատ վաղ չեմ թույլ տալիս բողոքեմ, որովհետև տեսնում եմ թե ամեն ինչի հետևա ինչ պատճառներ կան, որ մենք չունենք։ Մեր պետականությունը դեռ ստեղծված չի լիարժեք ու մենք պետքա շատ մեծ գործենք ու ուժեր գործադրենք։ Անկամ սկսեմ, իմ երեխայից եմ սկսելու։ Բոլորը ծնողները, ով որ ունի հնարավորություն, կանի ամեն ինչ, որպեսզի երեխան չծառայի։ Իսկ ես մտածում եմ, ինչպես անեմ, որ իմ երեխայի ծառայությունը լինի օգտակար իր համար, որպեսզի իր կայանալը ու մենտալիտետը ձևավորվի նենց, որ պետականամետ ու ինքը անցնի այդ ճանապարհը ծառայության, բայց չստանա տրավմաներ պսիխոլոգիայի, պսիխիկայի ու մարմնի, այլ ստանա ամրություն, ստանա պետականամետություն ու այդ բնականաբար բերում է նրան, որ դու չես կարող չմտածես քո բանակի մասին։ Այն մտքով, որ ինչ անենք, որ մեր բանակում մեր երեխաները զարգանան ու երկրը զարգացնեն։ Ոնց օրինակ հрьяաների օրինակը 3 տարի ծառայում են, բայց այդ 3 տարվա ընթացքում նրանք ստանում են փայլուն կրթություն եւ դրանից հետո արդեն կարողանում են իրենց թե պետական համագարկում, թե մասնավոր սեկտորում իրանց գիտելիքն ու փորձը այդ 3 տարվա ընթացքում լավագույնս կիրառել, որովհետեւ շատ հզորագույն դասախոսները ռազմական ոլորտում են։ Իսրայելը ամենալավագույն օրինակն էր, ու գիտես չէ, իրենց մոտ ստարտափների թիմերը ձևավորվում են բանակում առաջնահերթ։ Այն թիմը, որտեղ որ ծառայում են, չեմ հիշում իրենց կազմվածությունը ոնց է, բայց շատ նման է մեր առաջի Արցախյան կռվի մոդելին, այսինքն 7 նյակներով են, որտեղ որ կա ղեկավարը ու կա այն մարդիկ, որ վստահում են այդ ղեկավարին, այդ թիմերով են շարժվում, այդ թիմերը ոնց որ կայուն են մնում ու իրանք իրար մեջ ունեն շատ մեծ վստահություն, ու այդ թիմերը ոչ թե մեկը մյուսին նսեմացնելով է աշխատում, այլ հակառակը մեկը մյուսին եղբայրը դառնում, զինակից ու պատկերացրա ես անցել եմ հետաքրքիր ճանապարհորդություն բանում Իսրայելում հրավիրել էր Citibank-ը, որն ունի հսկայական hub ֆինանսական տեղ, ու իրենք որ պատմեցին, որ 70 ստարտափի մեջ են ներդրել ու այդ 70-ի մեջ էլ ով որ աշխատում է, բոլորը կազմվել են բանակներից հետո, բանակի ծառայությունից հետո։ Որտեւ անտեղ հենց բանակում ախր խտացած այդ ողջ էմոցիան, նաև քո կապը հայրենիքի նկատմամբ եւս, այդ էլ է շատ կարեւոր։ Դու արդեն էլի ոնց ես ասացի քո բիզնեսի տեսանկյունից, որ դու միայն թվերի մասին չի։ Եթե դու թվերի մասին մտածես, դու կարաս յուրաքանչյուր հաստատ ավելի լավ երկրներ կա, որտեղ շուկան ավելի զարգացած է, բայց այն մարդիկ, ովքեր հենց տեղ են անում ու մանավանդ այն տարածքներում, որոնք ավելի շատ են արտահայտում հայրենասիրական, դա ոչ ինձ թվում է շատ կարեւոր է դա։ Այո, բայց այդ չի նշանակում, որ մենք չենք հանդիպելու հիասթափությանը, կորուստների։ Մեր երկիրը բոլոր երկրների պես է։ Ինքս ես ունեցել եմ կորուստներ Հայաստանում, ունեցել են ինձ խաբել են։ Ինչքան գումարներ ես կորցրել, երբ քեզ խաբել են։ Հայաստանը մոտ $200,000 է կազմել, այս վերջերս էր կատարվում այդ դեպքը։ Հսկայական գումար է։ Բայց ինչ ասեմ, դժվար process-ը անցնելով Համենայն դեպս կարողացել ենք այդ փողով այգին բան կյանքում սովորենք։ Ինչպես տարբերենք շարլատաններին նորմալ մարդկանցից, ինչպես կարելի է լինել ավելի զգուշ ու ամենակարևորը իրավաբաններին գնահատել։ Դե այդպես մի հատ էլ բան ասեմ, Սփյուռքում էլի որ ճանապարհորդում են մարդիկ ասում են, ես չեմ ուզում իմ փողը ներդնեմ Հայաստան, որովհետև Հայաստանում խաբում են։ Արի 3 խորհուրդ, որը դու կտաս ներդրողին, հայ, որը Հայաստանում ուզում է ներդրում դնել, ոնց անի, որ խաբված չլինի։ Իրականում Հայաստանում փող չկորցնելը ու ցանկացած ուրիշ երկրում փող չկորցնելը շատ նման են։ Այսինքն դու բազային իմ սխալս էր, որ ես
քանի որ մի քիչ շատ sense խելար հայրենասեր եմ, մարդկանց կարծում են, որ բոլորը նույն ձևի մոտենում են, բայց այդպես չի։ Նույնպես կա մարդիկ, որ մտածում են ահագին էգոիստաբար ու եթե հնարավորություն ունեն ոնց որ օգտվեն սիտուացիայից, օգտվելու են։ Այսինքն պետք է միշտ ուշադիր լինես իրավաբանական հատվածին։ Հայաստանում կան լավագույն իրավաբանները, ուղղակի պետք է իմանաս, որ ինչ գործարկել որ անես, եթե ներդրումների հետ կապված է, պայմանագիրը պետք է կարդաս, պայմանագրով շարժվես ու պայմանագրի մեջ անպայման ըղես այն ինչ որ քեզ համար կարևոր է, քեզ պաշտպանելու համար։ Այսինքն լավ իրավաբան ունենալը միշտ կարևոր է։ Երկրորդը, եթե դու մի բան ուզում ես ներդնես, միշտ պետք է հասկանաս, թե այդ ներդրումը եթե չստացվի, ինչ ձև եմ ես դուրս գալու այդ ներդրումից։ Այո, ոչ մի ձևի չի տարբերվում, բայց պետք չէ մտածել, որ Հայաստան ներդնելուց քո կոնտրագենտը կլինի սուրբ մարդ, ու այդ սուրբ մարդը անպայման քո հետաքրքրությունները իր գլխի վերև կդնի։ Տենց բան չկա։ Ցանկացած երկրի պես, ավելին ասեմ, մեր երկրում վստահությունը իրար հանդեպ ավելի բարձր է ընդհանրապես, քան մյուս երկրներում։ Օրինակ, գիտեք, վստահ եմ, որ գիտես, որ ֆինանսական ոլորտում հիմա Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում շատ սկամերսկի գործարքներ կա, այսինքն նույն բանը Անգլիայում կա, զանգում են, մարդկանց խաբում են, գումարները փախցնում են, մեր երկրում թութու, այն որ փոքր երկիր ենք, շատ հետաքրքիր չենք, այդ մոդելները շատ չի աշխատում։ Որովհետև մեկը մյուսին գիտի, որովհետև տենց հեշտ է հասկանալու այդ ֆրոդա թե ֆրոդ չի։ Այդ բaragայում մենք շատ լավ երկիր ենք, բայց լինում են դեպքեր, երբ որ մարդիկ օգտվում են մեկը մյուսից։ Դրա համար պետք է միշտ իմանաս իրավաբանական գիտությունը ամեն ինչ է, նույնպես ֆինանսական։ Ես որպես իրավաբան հաստատում եմ Արարատի խոսքերը եւ այո, հասկանում եմ, որ նոր միտք եք ուզում իրականացնեք, շատ գումարներ չկան, եւ իրավաբանի գումարը դա մի հատ առանձին պատմություն է, բայց ավելավա մի քիչ շատ գումարների սկզբանե դուք ծախսեք, բայց ստանաք որոշակի վստահություն ապագայի նկատմամբ։ Top 3 խորհուրդ, որը դու կտաս հային, որը տեղափոխվում է Հայաստան, ինչ որ գործունեություն ծավալելու համար։ Ամենակարևորը սկսել սովորել լեզուն, լավ տիրապետել լեզվով։ Երկրորդը քո սեկտորի մեջ չվախենալ, խորանալ ու հասկանալ որտեղ է քո ուժեղ տեղը։ Ես կխորհրդայի միշտ անել մենակ այն գործունեության մեջ մտնել, որն որ կապված է դրսի շուկաների հետ։ Քանի որ դրսի շուկաները անծայրացիր են, մեր շուկան դեռ փոքր է։ Եթե կայանաս դրսի շուկաների ծառայությունները մատուցելու կամ ապրանք տրեյդինգ անելու կամ արտադրելու, ուրեմն Հայաստանում էլ կունենաս այն product-ը, որ Հայաստանում է սիրված կլինի, բայց միայն լոկալ շուկայի համար կենտրոնանալը այգին դժվար է։ Իսկ երրորդը բնականաբար չի հաստատվել, որովհետև մեր երկիրը երիտասարդ երկիր է, ինչ էլ որ լինի, անել եւս մի քայլ ու շարունակել քո ճանապարհը։ Շատ ճիշտ խորհուրդներ, միանում եմ խորհուրդներին։ Top 3 սխալ, որ դու արել ես։ Ես նախ երազել եմ միայն Հայաստան տեղափոխվել, այդ իմ համար թվաց, որ շատ վաղ իրացիոնալ է։ Այդ չեմ կարծում, որ շատ մեծ սխալ է, բայց մենակ երազանքով դրտվել ու չհասկանալ այդ ինչը նշանակում հողի վրա, լավ չի։ Այդ կարող է բերի հիասթափության, բայց իմ պարագայում այդ հիասթափության չի բերի։ Երկրորդը ես շատ հեշտ եմ հավատում մարդկանց ու տալիս եմ մեծ գրանտ հավատքի, դրա շնորհիվ ես ունեմ ընտիր հոյակապ ընկերներ, բայց նաև ունեցել եմ հիասթափություններ էլ։ Երրորդ սխալը այն է, որ իմ սպորտային ռեժիմին ես անմիջապես չէի անցել, մենակ 40 տարի անց, 40 տարեկանից հետո, ու հիմա նոր եմ զգում, թե ինչքան բան եմ թողել, քանի որ սպորտով դեռ ակտիվ չէի զբաղվել։ Հիմա ես 10 կիլո կորցրել եմ սպորտով ու իմ ուտելին հետևելով։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք ուզում ենք օգտակար լինենք մեր պետությանը, մեր ազգին, առաջի հերթին մենք պետք է առողջ լինենք, թե մտքով, թե ֆիզիկապես։ Եվ մենք նմանատիպ ձևի օրինակ ենք ծառայում։ Մի հատ լավ խոսք կա, մոռացա, Սամվել Թոփալյանն էր, եթե չեմ սխալվում, դերասան ասեց, ասում է, ես իմ երեխաներին չեմ պարտադրում, որ նրանք գիրք կարդան։ Ասում եմ, ես կարդում եմ, երեխան տենում է եւ ընդօրինակում է։
Սա դրա համար եթե դու ինքդ առողջ ապրելակերպ ես վարում, սպորտով ես զբաղվում, ճիշտ ուտելիք ես ուտում, կարիք չկա դու քո երեխաներին բացատրես ու ասես թե որն է կարևոր ու այդ ժամանակը խոսքը արժեք ունենում։ Հիմա մենք էլ ասում ենք տեղափոխվեք Հայաստան ընկերներ։ Հիմա եթե մենք սա ասեինք չգիտեմ ամենայն հարգանքով բոլոր հայերի նկատմամբ աշխարհի տարբեր կետերում, բայց դա ասենք դա Ռուսաստանից, Մոսկվայից, Ամերիկայից կամ եվրոպական այլ պետությունից, առաջինը մարդիկ ասեն, բա դուք քիչ եք տեղափոխվում, եթե ասում եք այդքան լավ է։ Մի խոսքով վերադառնանք մյուս հարցին, top 3 ճիշտ որոշումներ, որոնք դու կայացրել ես, բայց առաջինը ես գիտեմ, դա տեղափոխվելն է Հայաստան։ Մնացած երկրորդը ասա, ես քո տեղը ասացի առաջինը։ Իրոք տեղափոխվել է Հայաստան լավագույն որոշումներ կյանքից մեջ, որ նոր փոխեց մեր կյանքի, նոր ասում եկա happiness index, չէ՞։ Happiness index-ը մեկից լավ է։ Երկրորդը մնալ այն ոլորտում, որ նոր քեզ տալիս է ամենամեծ հաճույքը։ Ես այդ ոլորտը որոշել եմ իմ համար, իրականում ինքը երկու մասից է բաղարդած, առաջինը դա գինին է, դա համերն են, դա կյանքի որակն է, երկրորդը դա ֆինանսներն է, որտեղ ֆինանսական ոլորտում աշխատում են լավագույն հետաքրքիր մասնագետներ, իրենց ոլորտի մեջ լավագույն, ու դու հաճույք ես ստանում սովորելու ամեն օր ու առնչվելու այդ մարդկանց հետ։ Երրորդ որոշումը այն է, որ ես մենակ տեղափոխվել չի, անպայման ուզեցել եմ, որ երեխաներս հայերեն սովորեն, հայկական մթնոլորտում մեծանան, որպեսզի լինեն մասնիկ ապագան Հայաստանի։ Այդ ինչ որ ուզեցել են մեր պապիկ տատիկները, նախնիները, ու հիմա դա կատարվում է, ու կարծում եմ, որ Հայաստանում ապրել ու երեխային ուղարկել անգլիական դպրոց, որ հայերեն նորմալ չիմանա, այդ լավագույն որոշումը չի։ Երեխաները պետք է երեխաների կրթությունը իմանան, որ այնց հայերենով մեծանան, որպեսզի կարողանան ձևակերպել այն ապագա երկիրը, որ մենք կուզենայինք ունենայինք։ Իմ կողմից էլ մի հատ խորհուրդ, որը ես ինքս այդ մոտեցումը ցուցաբերել եմ, ճանապարհորդել Հայաստանով, որպեսզի ավելի լավ ճանաչել հայ մարդուն տարբեր ռեգիոններում, դա շատ կարևոր է, որովհետև մենք շատ դեպքերում ղեկավարվում ենք մեր կյանքի փորձով, որը կարող է դրական լինի եւ մարդկանց համար օգտակար, բայց մարդիկ կարող է չընդունեն այդ։ Շատ դժվար է իմպլեմենտացնել այդ։ Մենք ունենք մեր փորձը երկրից դուրս, մեր գիտելիքներով, մեր պատկերացումներով, բայց կարող է օրինակ Գյումրիում նույն ապրող գյուղում մարդը դա չընկալի ու դու չկարողանաս իրան դա նենց մատուցես, որ ինքը հասկանա, որ դա իրան համար օգտակար կլինի։ Դրա համար պետք է սովորենք խոսել մարդկանց լեզվով։ Ամեն մի մարդու ունի իր առանձնահատուկ մոտեցումը, դա շատ չափազանց կարևոր է եւ պետք է սիրենք այդ մարդկանց։ Բոլորը հայ մարդուն պետք է սիրի եւ յուրաքանչյուր հայ մարդու հաջողություն դա մեր ընդհանուր հաջողությունն է։ Լսի, երրորդ տարբերակ կարամ փոխեմ այդ դեպքում։ Ասա։ Չնայած երեխաների կրթությունը լավ է, բայց կարծում եմ, որ ամենակարևորը, եթե դու ուզում ես տեղ կայանաս Հայաստանում, պետք է չմոռանաս, որ քո բիզնեսը պետք է լինի էֆեկտիվ ու դու պետք է մոնենաս բոլոր միջազգային չափանիշներով, ինչ որ ստեղծում ես, նա չի կարա էմոցիոնալ միայն լինի։ Նա պետք է լինի ամենալավագույն կերպի կազմակերպված։ Այսինքն հայրենասիրական բիզնես գոյություն չունի։ Գոյություն ունի միայն որակով բիզնես, որ նոր կծառայում է քո հայրենիքում։ Այո, հայրենասիրությունը պետք է այդ էմոցիան դու կոնվերտացնես գործի եւ եկամուտը ապահովես։ Դա շատ կարևոր է, ոչ թե ինքը վերացական լինի եւ դու այդ հայրենասիրությունով ներգրավես մարդկանց, կոպիտ ասած օգտագործելով հայրենասիրությունը։ Դա արդեն ոնց որ այդքան էլ բարոյական ճիշտ չի։ Այ փորձես այդ էմոցիան, որ դու զգում ես, այդ ջանքը ներդնես հենց կոնկրետ մտքիդ մեջ ու հավելյալ օրինակ չալարես, հա? Օրինակ զարթնես, պարկեշտ լինես, պատասխանատու լինես, որովհետև սիրում ես հայրենիքդ, պետքա պատասխանատու լինես։ Եթե պայմանավորվել ես, որ պետքա այսօր ժամը 5-ին գաս նկարանման, արդեն 5-ից մի քանի րոպե շուտ օրինակ Արարատենք եկան եւ ամեն անգամ մենք այդ արդեն 2 տարի մոտավորապես շատ մոտիկ ընկերություն ենք անում, չնայած որ երկար տարիներ առաջ Ռուսաստանում ինչ-որ ձև հանդիպել էինք, բայց ես ուզում եմ քեզ շնորհակալություն ասեմ, ես հպարտանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ քո նման խելացի, լավ կյանքի փորձ ունեցող, որոնք տեղափոխվում են եւ ստեղ արժեք են ստեղծում, զարգացնում են տնտեսությունը եւ հենց քո գործունեության շնորհիվ եւ քո նման մարդկանց գործունեության շնորհիվ տատիկները բան են ստանում աշխատավարձ չէ։ Թոշակ են ստանում, ուսանողների կյանքն ավելի լավանում եւ այդպիսի մարդիկ, որ լինեն հազարավոր Հայաստանում, մենք ունենանք շատ շոշափելի արդյունավետություն։ Եվ նաեւ ուզում եմ քեզ շնորհակալություն ասել Տոմսերի համար, Արարատը մեզ նվիրել է
համերգի տոմսեր, դուք գիտեք ոնց եմ ես սիրում Շարլ Ազնավուրի, եթե հետևում եք մեր գործունեությանը, կպատմես մի քիչ միջոցառման մասին։ Այո, ինչպես գիտես, մենք էլ մեծ սիրահար ենք Շարլ Ազնավուրի, որպես ամենահայտնի հայ մարդը, ով որ պատկերացրած լավագույն կյանքը թողած, իրոք շատ մեծ ջանքեր է գործած անգամ միջազգային հարաբերությունների մեջ, որպեսզի Հայաստանին օգնի ու Հայաստանը արժեքավորի բոլոր դրսում ու նաև ներսում։ Ու Շարլ Ազնավուրի օրկեստրը պետքա իր տարեդարձի կապակցությամբ ունենա մեծ համերգ, օպերայում արդեն տոմսերը վաճառված են, մենք հովանավորներից մեկն ենք այդ համերգի ու միշտ ուզում ենք, որ իր անունը կարևորը հաճախակի հնչի, համերգներով էլ տարածվի այդ մարդու հանճարեղ երաժշտությունը։ Ես մտածում էի տոմսերը գնեմ, բայց պարզվում է որ sold out է, դրա համար շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն ձեր գործունեության համար, դա չափազանց կարևոր է, այսպես անեմ, որ մարդիկ էլ տեսնեն տոմսը։ Դա չափազանց կարևոր է եւ դա ոգեորիչ է։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն Արամ ջան։ Իրոք ամեն մեր հանդիպումը ինձ համար կարևոր է, որովհետև պատկերացրա մենք մոտավորապես նույն սերունդի մարդ ենք, տեղափոխվել ենք Հայաստան ու ապրում ենք ու շնչում ենք նույն երազանքներով, ամեն մեկս մեր ոլորտի, ու ես ուզում եմ, որ այս հանդիպումները մեր լինի հաճախակի, օրինակ տարին մի անգամ, որովհետև մեկ տարվա մեջ մենք կտեսնենք թե ինչքան բան է փոխվել, ու մեր պետությունն է փոխվում, մենք ինքներս ենք փոխվում։ Իմ կարծիքով հետաքրքիր կլիներ մեր հյուրերի համար դասել մեր տրանսֆորմացիան, ձեզ ասած։ Ես կարծում եմ դա փայլուն միտք է, կարելի է ամեն տարի, արի ֆիքս ենք, այսօր մայիսի 18-ն է, ամեն տարի մայիսի 18-ին հանդիպենք, խոսանք այս տարվա կատարված աշխատանքի համար, որտեղ այս մնացած տարիներ, որ մենք այդ հանդիպում էինք էլի, իրականում արդյունքները շատ մեծ են։ Իրականում նմանապես արի մի քանի չափորոշիչ որոշենք։ Անձնական, կորպորատիվ ու մեր պետության հետ ինչ է փոխվել։ Ուրեմն մայիսի 18-ին 2027-ին այդ երեք թեմայի մասին մենք խոսանք։ Ինչ է։ Ինձ շատ հետաքրքիր կլինի։ Շնորհակալություն։ Հաջողություն քեզ եղբայր։ Ցտեսություն։